Ուկրաինան կարող է կորցնել Օդեսան, եթե հիմա չհամաձայնի դադարեցնել հակամարտությունը, այս մասին ՏԱՍՍ-ին ասել է ամերիկացի տնտեսագետ Կոլումբիայի համալսարանի կայուն զարգացման կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Ջեֆրի Սաքսը։ Եթե պատերազմը շարունակվի, Ուկրաինան կկորցնի ոչ միայն շատ կյանքեր, այլև շատ տարածքներ, ասել է տնտեսագետը։ Սաքսը հավելել է, որ իրադարձությունների նման զարգացման դեպքում Ուկրաինան կարող է կորցնել ամբողջ Սև ծովի ափը, ինչպես նաև կարող է կործանվել։ Սակայն, ինչպես նշել է փորձագետը, ամեն ինչ կախված է ուկրաինական հակամարտության ելքից։ Եվրոպան իր հակառուսական կուրսի և դաշինքի ռազմականացման քաղաքականության ֆոնին սպառնում է ներքաշվել Ռուսաստանի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ։ Այս մասին Kossuth ռադիոյի եթերում ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ Որքան գումար ենք ծախսելու, քանի որ Ռուսաստանը դիտվում է որպես սպառնալիք, մենք հեշտությամբ կարող ենք ռուսների հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել, ընդգծել է նա։ Ինչպես նշել է Հունգարիայի կաբինետի ղեկավարը, եվրոպական երկրների բանակները չեն ներկայացնում ահռելի ուժ, մինչդեռ Բրյուսելը երկար ժամանակ միջոցներ և զենք է ուղարկում Ուկրաինա։ 2025 թվականի առաջին եռամսյակում Եվրամիության եկամուտը ադամանդի արտահանումից նվազել է հասնելով ռեկորդային ցածր մակարդակ։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին հղում անելով Եվրոստատի տվյալներին։ Նշվում է, որ Եվրամիությունը արտաքին շուկա ադամանդի մատակարարումներից կարողացել է վաստակել ընդամենը 1.4 միլիարդ եվրո։ Բելգիան, որը համարվում է ադամանդի հիմնական արտահանողը, Եվրամիության երկրներից կրճատել է արտահանումը 1/3-ով մինչև 1.3 միլիարդ եվրո։ Գերմանիայի կողմից ադամանդի մատակարարումները նվազել են 16%-ով, Ֆրանսիայից 2.5%-ով։ Այս դինամիկայի պատճառը Եվրոպա մուտք գործող ադամանդների քանակի նվազումն է։ Առաջին եռամսյակում ներմուծումը կրճատվել է 1/4-ով եւ կազմել 2.25 տոննա։ Հիմնական մատակարարները մնացել են Հնդկաստանը եւ Արաբական Միացյալ Էմիրությունները։ Առաջինը մատակարարումները կրճատել է 36%-ով հասնելով 850 կիլոգրամի, իսկ երկրորդը 30%-ով հասնելով 550 կիլոգրամի։ Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը անցկացրել է Կորեայի աշխատավորական կուսակցության 8-րդ գումարման կենտրոնական ռազմական հանձնաժողովի 8-րդ ընդլայնված նիստը, որտեղ քննարկվել են բանակի եւ նրա կարգապահության նկատմամբ վերահսկողության ամուր համակարգի ստեղծումը, ինչպես նաեւ կարևոր ռազմաքաղաքական օբյեկտների շինարարությունը, հաղորդում է Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության կենտրոնական լրատվական գործակալությունը։ Հանդիպմանը որպես դիտորդներ մասնակցել են հանձնաժողովի անդամներ, պաշտպանության նախարարության հրամանատարներ, Կորեայի ժողովրդական բանակի բոլոր մակարդակների խոշոր ստորաբաժանումների ռազմական եւ քաղաքական հրամանատարներ, ինչպես նաեւ Կորեական ժողովրդական կուսակցության կենտրոնական կոմիտեի համապատասխան ստորաբաժանումների ղեկավար անձնակազմը։ Քննարկված հարցերի թվում էին անվտանգության մարմինների, տարբեր մակարդակների բոլոր քաղաքական մարմինների դերի եւ գործառույթի ամրապնդումը, երկրի զինված ուժերի բոլոր ռազմաքաղաքական գործողությունների նկատմամբ վերահսկողության համակարգի ստեղծումը, կուսակցական գծին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով, ինչպես նաև բանակում երկաթե կարգապահության ռեժիմի կազմակերպումը։ Կիմ Չեն Ընը նշել է, որ կուսակցական կազմակերպությունների եւ քաղաքական մարմինների դերի անընդհատ բարձրացման միջոցով բոլոր մակարդակներում հնարավոր է հաջողությամբ լուծել ռազմական շինարարության եւ ռազմական գործունեության ընթացքում առաջացող բոլոր խնդիրները։ Հաղորդել է Կորեայի ժողովրդական դեմոկրատական հանրապետության կենտրոնական լրատվական գործակալությունը։ Այս պահին Չինաստանի հետ բանակցությունները մտել են փակուղի։ Կարծում եմ, մենք նրանց հետ ավելի շատ բանակցություններ կունենանք առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում եւ կարծում եմ, որոշ պահի կարող է հեռախոսազրույց լինել նախագահ Դոնալդ Թրամփի եւ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի միջև, ասել են նա։ ԱՄՆ-ի, Գերմանիայի, Ֆրանսիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները հունիսի 2-ին կլինեն Ստամբուլում, որտեղ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպումը։ Այս մասին հինգշաբթի օրը ABC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Քիթ Քելոգը։ Երբ մենք հաջորդ շաբաթ ժամանենք Ստամբուլ, կնստենք բանակցությունների սեղանի շուրջ եւ կքննարկենք, թե ինչպիսին պետք է լինի այն։ Եվ մեզ հետ կլինեն Գերմանիայից, Ֆրանսիայից եւ Մեծ Բրիտանիայից
Ուկրաինայից ազգային անվտանգության խորհրդականներ։ Նրանք նույնպես կարտահայտեն իրենց կարծիքը, ասել է նա, չմանրամասնելով, թե արդյոք արևմտյան ներկայացուցիչները անմիջականորեն կմասնակցեն Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի պատվիրակությունների հանդիպմանը։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլի մասին Ստամբուլում, որը նախատեսված է հունիսի 2-ին։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ղեկավարը հայտարարել է, որ պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին Ուկրաինային կհանձնի Ռուսաստանի հուշագիրը ճգնաժամի արմատական պատճառների հաղթարման բոլոր ասպեկտների վերաբերյալ։ Ուկրաինայում ռազմաճակատը կարող է փլուզվել մի քանի օրվա ընթացքում ՌԴԶ առաջխաղացման պատճառով։ Այս մասին հայտարարել է ռազմական վերլուծաբան Վրայան Բելետիկը։ Փորձագետն ուշադրություն է հրավիրել ամերիկյան լրատվամիջոցների հրապարակումներին, որտեղ ասվում է, որ Ռուսաստանին մոտ 100 տարի է պետք Ուկրաինայի ողջ տարածքն ազատագրելու համար։ Բելետիկը նշել է, որ Ուկրաինայի նկատմամբ լիարժեք վերահսկողությունը Մոսկվայի գլխավոր նպատակը չէ հակամարտությունում։ Չպետք է մոռանալ այլ հակամարտությունների օրինակները, երբ առաջնագիծը տարիներ շարունակ ընդհանրապես չի փոխվել։ Հետո մի քանի օրվա ընթացքում արագ փլուզվել է կողմերից մեկի հյուծվածության պատճառով, ընդգծել է նա։ Չինաստանի հետ Սպիտակ տան առևտրային բանակցությունները փակուղի են մտել։ Fox News-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտը։ Չինաստանի հետ բանակցություններն այս պահին որոշակիորեն փակուղում են։ Կարծում եմ, որ մենք նրանց հետ ավելի շատ բանակցություններ կունենանք առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում, ասել է նա։ Վերջինս հավելել է, որ ապագայում ինչ-որ պահի հնարավոր են բանակցություններ Չինաստանի նախագահ Սի Ցզինփինի եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև։ Ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Վահե Ղալումյանը Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում անդրադարձել է Փաշինյանի հրապարակումներին, որտեղ վերջինս թիրախավորում է եկեղեցուն եւ հոգեվորականներին։ Ղալումյանը թեև չի տեսել Փաշինյանի վիրավորական գրառումները, բայց եւ այնպես արդարացնում է նրան։ Պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչու Փաշինյանը գրառումների փոխարեն չի խոսում հոգեվորական դասի հետ եւ այդ մակարդակով չի տանում զրույցները, Վահե Ղալումյանը նշել է. Ինչ խոսալ, որ իրանց ոտի տակը մաքրեն, մեր եկեղեցիները մաքուր պահեն, հին կոշիկ ու ավելու պոլիշոր չպահեն, դրա մասին պետք է խոսանք, քննարկենք, ասենք որ չի կարելի։ Բայց դե նաև չպետք է կառավարությանը։ Ինչ եկեղեցու ներսի մաքրությունը լուծել կառավարության տիրույթում, եթե եկեղեցին դիմի, որ ֆինանսական միջոցներ անհրաժեշտ, միգուցե քննարկենք։ Եթե դեն խնդիր կա, պետք է դա փոխադարձ վիրավորանքներով, այսպես կոպիտ արտահայտությունից այդ հարցը լուծվի։ Տեսարանը, որ ես տեսել եմ նկարներով, կոպիտ գնահատական արժաններ։ Ադրբեջանի գերնպատակը հայոց ազգի բնաջնջումն է։ Այս մասին Եվրոմեդիա 24-ի տաղավարում հարցազրույցի ժամանակ ասել է աշխարհաժողով շարժման հիմնադիր Սարգիս Ծատուրյանը։ Նրա խոսքով Հայաստանի իշխանությունների քայլերը նպաստում են, որ Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա։ Եվ մենք չենք կարող ինքնախապեյությամբ զբաղվել, ասել, որ ճշնամին ուզում է մեզ հետ խաղ ապրել։ Ո՞վ է իրեն խանգարում այսպես կոչված խաղաղության պայմանագիրը կնքի հիմա։ Մենք տեսնում ենք, որ Երևանյան իշխանությունները պատրաստ են կնքել, բայց Ադրբեջանի գերնպատակը հայոց ազգի բնաջնջումն է։ Իրենք չեն ուզում, որ մեզ հետ խաղաղ ապրեն։ Իրենց պետականությունը ձևավորված է հենց այն գաղափարի շուրջ, որ հայերը չապրեն Կովկասում եւ Մերձավոր Արևելքում։ Իրենք ուզում են մեզ արմատախիլ անել։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա հերթական հրապարակումն է արել եկեղեցու եւ եկեղեցականների մասին։ Կուսակրոնության ուխտը խախտած բոլոր հոգեվորականները պետք է հեռանան հոգեվոր ծառայությունից։ Որևէ մեկի անձնական կյանքը որևէ մեկի գործը չէ, բայց ժողովուրդը իրավունք ունի ունենալ եկեղեցի, հոգեվոր ու բարոյական արժեքներ, նշել է Փաշինյանը։ Հայաստանի պաշտպանության նախարարությունում տեղի են ունեցել Հայաստան-Միացյալ Թագավորություն պաշտպանական հերթական խորհրդակցությունները։ Խորհրդակցությունների ընթացքում զինված ուժերի ԳՇ պետի տեղակալ գեներալ-մայոր Արթուր Էրոյանը բրիտանացի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի բանակի կերպափոխման գործընթացը, անդրադարձել առաջնահերթ ոլորտներին։ Քննարկվել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգության եւ պաշտպանության ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր։ Երկու ստեկ պատրաստակամություն են հայտնել հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններով համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ։
Պաղեստինյան համաշարժումը եւ Իսրայելը համաձայնության են եկել Գազայի հատվածում 60-օրյա զինադադարի շուրջ, հաղորդում է Ալ-Արաբիա հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին։ Համասը եւ Իսրայելը համաձայնության են եկել 60-օրյա զինադադարի շուրջ, հայտնել են հեռուստաալիքի աղբյուրները։ Նրանց տեղեկությունների համաձայն Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիտքոֆին տեղեկացրել են կողմերի կողմից հրադադարի համաձայնության մասին։ Ստամբուլում Ուկրաինայի հետ բանակցությունների երկրորդ փուլում Ռուսաստանի պատվիրակության կազմը նույնը կլինի։ Այս մասին Ռոսիա 1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նույն ռուսական պատվիրակությունը, ասել է նա ի պատասխան հարցի։ Մայիսի 15-ին Ստամբուլում կայացած բանակցություններում ռուսական պատվիրակությունը գլխավորում է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Բանակցային խմբի անդամներ են հաստատվել փոխարտգործնախարար Միխայել Գազուլինը, Ռուսաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը եւ պաշտպանության նախարար Ալեքսանդր Ֆոմինը։ Տեսլայի բաժնետոմսերն աճել են ավելի քան 2%-ով այն բանից հետո, երբ հայտարարվեց, որ Իլոն Մասկը դուրս է գալիս Թրամփի վարչակազմից, ինչը ներդրողներին հույս է տվել, որ նա կրկին կենտրոնանալու է ավտոարտադրողի վրա։ Մասկի քաղաքական հակվածությունները վերջին շրջանում Տեսլայի համար առաջացրել էին բոյկոտի ալիքներ եւ վնասել ապրանքանիշի հեղինակությունը։ Անցած տարում Տեսլան արձանագրեց վաճառքի անկում, ինչը մեծացրեց ճնշումը Մասկի վրա, կրկին կենտրոնանալու իր գլխավոր բիզնեսի վրա։ Նրա հայտարարությունը, որ կկրճատի իր քաղաքական ծախսերը եւ կսահմանափակի մրցակցությունը վարչակազմի գործերին, դրական ազդակ է տվել բաժնետերերին։ Հենց նոր Մասկը հայտնել է, որ Տեսլան արդեն փորձում է անշարժ վարորդով մոդել Y ավտոմեքենաներ Օսթինում եւ ծրագրում է առաջին մոդելի առաքումը հունիսին։ Սպասվող ռոբոտաքսի ծառայությունն ու Optimus մարդանման ռոբոտների թողարկումը համարվում են Տեսլայի ապագա հաջողության հիմնական գրավականները, հայտնում է Reuters-ը։ Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտոնյաները հայտարարել են, որ մշակվել է նոր պատժամիջոցների փաթեթ Ռուսաստանի դեմ, որը սպասում է նախագահ Դոնալդ Թրամփի որոշմանը։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը, հղում անելով աղբյուրներին։ Հաղորդվում է, որ նոր սահմանափակումները նախատեսում են միջոցառումներ, որոնք վերաբերում են բանկային եւ էներգետիկ ոլորտներին։ Ըստ աղբյուրների, փաթեթը լիովին պատրաստ է եւ մնացել է միայն նախագահի ստորագրությունը, որպեսզի այն ուժի մեջ մտնի։ Սա կարող է հերթական քայլ է լինել Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից Ռուսաստանի դեմ տնտեսական ճնշումների շրջանակներում, որոնք վերջին տարիներին տարբեր բնագավառներում սաստկացել են։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպում է ունեցել Մոսկվայում գտնվող Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ։ Լրագրողներին հայտնել է Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այսօր նախագահը Կրեմլում հանդիպել է Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հետ, որը գտնվում է Մոսկվայում, ասաց նա։ Միացյալ Նահանգները հուսով է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան առաջիկա շաբաթվա ընթացքում կանցկացնեն ուղիղ բանակցությունների նոր փուլը, հայտարարել են Սպիտակ տանը։ Նշվում է, որ Վաշինգտոնը կտեղեկացնի, եթե Թրամփը որոշի Թուրքիայում կայանալիք բանակցություններին ուղարկել իր ներկայացուցչին։ Մենք կհաղորդենք, եթե նախագահը որոշի ներկայացուցիչ ուղարկել։ Այս պահին ես նման տեղեկություն չունեմ, ճեպազրույցի ընթացքում ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը։ Միաժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի վարչակազմից հայտնել են, որ Թուրքիան գալիք շաբաթ Ստամբուլում սպասելու է Ռուսաստանի Դաշնության եւ Ուկրաինայի բանակցությունների մասնակից պատվիրակություններին եւ պատրաստ է ապահովել նրանց անվտանգությունը։ Անկարան ակնկալում է, որ նախատեսվող բանակցությունները կնպաստեն կրակի դադարեցմանն ու տարածաշրջանում խաղաղության հաստատմանը։ Թուրքիայի իշխանությունները չեն մեկնաբանել ռուս-ուկրաինական բանակցությունները։ Իսրայելը համաձայն է Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի ռեժիմին, որը առաջարկել էր Միացյալ Նահանգները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։ Իսրայելը համաձայնել է այս առաջարկին նախքան այն Համասին ուղարկվելը, նշել է նա։ Լևիթը հավելել է, որ ինքը չգիտի, արդյոք Պաղեստինյան Համասը ընդունել է Վաշինգտոնի առաջարկը, թե ոչ։ Կիպրոսը նախատեսում է հայրենադարձության ծրագիր սկսել սիրիացի ընտանիքների համար, ովքեր հետ են կանչում ապաստանի դիմումները, որը թույլ կտա ընտանիքի մեկ չափահաս անդամին մնալ կղզում եւ աշխատել։ Այս մասին հայտնում է France Press գործակալությունը։
Կիպրոսի միգրացիայի նախարար Նիկոլաս Իոանիդիսը հայտարարել է, որ հաջորդ ամսից ֆինանսական խթաններ կներդրվեն ապաստան հայցող ընտանիքների կամ միջազգային պաշտպանություն վայելող ընտանիքների համար կամավոր Սիրիա վերադառնալու համար։ Նա լրագրողներին ասել է, որ ծրագիրն իրականացվում է Եվրամիության հետ համաձայնեցված։ Եվրամիության անդամ Կիպրոսը մեկ շնչի հաշվով սիրիացի ներգաղթյալների ամենամեծ ընդունողներից մեկն է։ Կիպրոսի պաշտոնյաներն ասում են, որ 2500 սիրիացի հետ է կանչել ապաստանի դիմումները կամ հրաժարվել պաշտպանության կարգավիճակից, իսկ մոտ 2400-ը վերադարձել են հայրենիք։ Երեք կառավարության նիստի ժամանակ երկրի ղեկավարը հերթական անգամ հարձակում էր գործել հայ առաքելական եկեղեցու վրա, այս անգամ եկեղեցին որակելով որպես չուլան։ Փաշինյանի կողմից եկեղեցու հասցեին արված ձևակերպումներն առաջացրել են ժողովրդի զայրույթը, արտահայտում գտնելով մեկնաբանությունների եւ ֆեյսբուքյան գրառումների տեսքով։ Մեկնաբանություններ են եղել նաեւ հոգեվոր դասի ներկայացուցիչների կողմից։ Այսօր առավոտյան արդեն Փաշինյանը հանդես է եկել ուշագրավ հրապարակումներով։ Դրանցից մեկում նշել է. «Սրբազան գնա շարունակիր կնգան դոմփել, ինձ հետ ինչ գործ ունես», գրել է Փաշինյանը։ Սրան հետևել է հաջորդ գրառումը։ Իսկ անհրաժեշտ է առերեսվել հարցին, թե մեր եպիսկոպոսած դասից քանի հոգի է հավատարիմ կուսակրոնության ուխտին։ Այս թեմային վերաբերող հերթական գրառման մեջ Փաշինյանը նշել է. «Իսկ ինչ է լինում, երբ պարզվում է, որ կուսակրոն հոգևորականը խախտել է կուսակրոնության ուխտը, նա զրկվում է պաշտոնից, աստիճանից եւ փիլոնից։ Հիմա ո՞րն է բարոյապես ավելի ազնիվ, կամավոր հրաժարական տալ, թե ընկնել մտատանջությունների գիրկը։ Տեսնես կլինի քննություն, տեսնես կբացահայտվի իրականությունը», եզրափակել է Փաշինյանը։ Գրառման մեկնաբանություններում սոցիալական ցանցի օգտատերերը տարօրինակ եւ երկրի ղեկավարին ոչ հարիր են համարել նման ոճի հրապարակումները։ Այս ամենից անմասն չի մնացել նաեւ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը։ Նա եւս անդրադարձել է իր եւ ամուսնու վերջին աղմկահարույց գրառումների վերաբերյալ հանրային արձագանքին։ Նման իրավիճակներում միշտ երկու անդուր երևույթի ենք բախվում՝ տգեղ, անտակտ, խրախճանք, ծաղր բուլինգ։ Երկրորդը կեղծ բարեպաշտություն, գոլ խորհուրդներ, լացացնող ապշահար վրդովմունք։ Երկուսն էլ ավելորդ են եւ անպտուղ, նշել է Աննա Հակոբյանը։ Մայիսի 30-ին ժամը 0:10-ից մինչև 01:00 ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել է բնակելի տանսան հանգույցը եւ խոցվել է մեկ մանր եղջերավոր կենդանի։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարությունից։ Նախարարությունից ադրբեջանական կողմին կոչ են անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով։ Հակակոռուպցիոն կոմիտեն ձերբակալել է ազգային ժողովի նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի եղբորը Սուրիկ Գրիգորյանին, որը Աֆշարի նախկին գյուղապետն է եղել։ Հակակոռուպցիոն կոմիտեից ի պատասխան հաստատում են, որ Արարատի մարզի Աֆշար համայնքի նախկին ղեկավարը ձերբակալվել է հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթի շրջանակում։ Վերջինս ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման, ինչպես նաև առանձնապես խոշոր չափերով վատնում եւ պաշտոնեական կեղծիք կատարելու մեղադրանքներով։ Նշենք, նախորդ ամիս հակակոռուպցիոն դատարանը վարույթ էր ընդունել գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը, որով բռնագանձման պահանջ էին ներկայացրել Սուրիկ Գրիգորյանից եւ նրան փոխկապակցված անձանցից։ Պետական եկամուտների կոմիտեն արտաքին տնտեսական գործունեության մասնակիցներին տեղեկացնում է, որ մաքսային բարեփոխումների շրջանակում Հայաստանի Հանրապետությունից արտահանվող, այդ թվում դեպի Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներ, ապրանքների մաքսային սպասարկումը երկրի ներսում 2025 թվականի հունիսի 1-ից կիրականացնի շուրջօրյա, առանց հանգստյան օրերի, 24 եւ 7 ռեժիմով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայ է եղել Յուվենտուս հայաստանյան ակադեմիաների շնորհանդեսին միջոցառմանը մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել իտալական Յուվենտուս ֆուտբոլային ակումբի լեգենդ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն ներկայումս FIFA-ի դեսպան Դավիթ Տրեզեգեն եւ Յուվենտուսի միջազգային ակադեմիաների համակարգող Դավիդե Ֆորնական։ Շնորհանդեսի ժամանակ ներկայացվել են ապագա ակադեմիաների նախագծերը, միջազգային բարձր չափանիշներին համապատասխանող ենթակառուցվածքները եւ UEFA-ի երկրորդ կատեգորիային համապատասխանող նոր մարզադաշտը։ Եվրոպային խաղաղություն է պետք եւ դրան հասնելու համար Ուկրաինան չպետք է ընդունվի Եվրամիություն, քանի որ դա կնշանակի բացել արևելյան ճակատ Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը ելույթ ունենալով Բուդապեշտում պահպանողական քաղաքական գործողությունների միջազգային համաժողովում։ Մենք խաղաղություն ենք ուզում, մենք չենք ցանկանում, որ նոր արևելյան ճակատ բացվի, ուստի պետք չէ Ուկրաինային ընդունել Եվրամիության կազմում, ասել է Հունգարիայի կառավարության ղեկավար
ղեկավարը ներկայացնելով Եվրոպայում աճ պահպանողական ուժերի գործողությունների իր ծրագիրը։ Մեծ Բրիտանիայի վարչապետը մտահոգություն է հայտնել Գազայի առնչությամբ, այնտեղ տառապանքի մակարդակն անտանելի է, անմեղ երեխաներ են ռմբակոծվում։ Սարսափած ենք, քանի որ Իսրայելի գործողությունների հետևանքով ականատեսն ենք էսկալացիայի երկրի խորհրդարանում հայտարարել է Քիր Սթարմերը։ Նա նաև կոչ է արել հրադադար հաստատել ազատելու Համասի մոտ պահվող գերիներին։ Իսրայելը պետք է թույլ տա, որ մարդասիրական աջակցությունն ավելացվի, չեն կարող թույլ տալ, որ Գազայի ժողովուրդը սովամահ լինի, հավելել է Սթարմերը։ Ավելի վաղ Մեծ Բրիտանիան, Կանադան եւ Ֆրանսիան կոչ էին արել Իսրայելին դադարեցնել ռազմական գործողությունները Գազայում, դատապարտել Իսրայելի կառավարության որոշ անդամների հայտարարությունները պաղեստինցիների զանգվածային տեղահանման մասին։ Բենյամին Նեթանյահուն անընդունելի է համարել իր ձևակերպմամբ Իսրայելի պաշտպանական պայքարը դադարեցնելու կոչերը։ Նա կրկնել է Համասը պետք է ոչնչացվի, գերիները վերադարձվեն, Գազան էլ ապառազմականացվի։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ նոր վարչական շրջանի ղեկավար է նշանակվել Մարատ Սևոյանը։ Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։ Հիշեցնենք, որ Նորքի նախկին թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանն ազատվել էր պաշտոնից թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքից հետո, երբ նա իր աշխատակիցների հետ ծեծի ենթարկել ակտիվիստ հասարակական գործիչ Արթուր Չախոյանին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստին անդրադարձել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած հարսանիքին։ Այնտեղ տեղի էր ունեցել Վիվարոյի սեփականատեր Վիգեն Բադալյանի եղբորորդու հարսանիքը։ Փաշինյանը դրական է գնահատել համալիրում հարսանիք անելու գաղափարը։ Ըստ նրա, համալիրը տարիներով քանդվում էր, քայքայվում էր ու հիմա միլիարդներ են ներդնում, դեռ չեն կարողանում քայքայման process-ը կանգնեցնել, հետևաբար պետք է տնտեսությամբ զբաղվել։ Ասեք մարզահամերգային համալիրում ի՞նչ պետք է տեղի ունենա։ Ինչ պետք է տեղի ունենա, համերգ տեղի ունենա, այն որ ընդհակառակը պետք է քաջալերել, որ այսօր Հայաստանից ու դրա մասին ոչ մեկ չի խոսում։ Հարյուրավոր ընտանիքներ գնում են Դուբայում հարսանիք են անում, հետ են գալիս։ Իսկ որ ստեղ կարա սննդի համակարգը աշխատի, կարան երաժիշտները հավելյալ գումար ստանան։ Վերջը ենթակա դիզայներները հավելյալ գումար ստանան, չգիտեմ, ծառայություններ մատուցողները հավելյալ գումար ստանան, հավելյալ հարկ վճարեն եւ հավելյալ ծախսեր անելու հնարավորություն ունենան։ Չեկեք ձեր չտանք չմոտենաք համալիրին։ Ռազմաուսումնական հաստատություն ավարտած եւ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնների նշանակված սպաներն այսուհետ կկարողանան բնակարան ձեռք բերել հիփոթեքային վարկավորման պետբյուջեի միջոցների հաշվին։ Համապատասխան որոշումն ընդունվել է կառավարության մայիսի 29-ի նիստում։ Շահառու սպան մոտավորապես 35 միլիոն գումարի չափով կարող է բնակարան կամ առանձնատուն ձեռք բերել Երևանում կամ մարզում։ Սյունիքում ադրբեջանական կողմը կրկին կրակոցներ է արձակել։ Այս ֆոնին իշխանությունները Ադրբեջանի հետ խաղաղության են գնում։ Հիմա խաղաղության գործընթաց է, թե պատերազմական իրավիճակ։ Եվրոմեդիայի հարցին պատասխանել է Հայաստան խմբակցության падգամավոր Ասպրամ Կրպեյանը։ Իսկ երբ կրակում են, որտեղ եք տեսել, որ կրակահերթերի եւ տևական ահաբեկման շրջափուլում խաղաղություն է լինում, չկա նման բան։ Բնականաբար մենք պատերազմական իրավիճակում ենք գտնվում, մեր հակառակորդը, մեր թշնամին իր հավակնություններից չի հրաժարվել, ընդհակառակը իրենք բարբերաբար նոր հավակնություններ են առաջ քաշում, նոր պահանջներ են առաջ քաշում հայկական պետականությունից, հայ ժողովրդից եւ այս օկուպացիոն հանցախումբն էլ ամեն կերպ փորձում է այս պահանջները բավարարել։ Այս մարդկանց, այս խմբակին պարզապես պետք է մի թղթի կտոր, որի վրա գրված կլինի մեծ տառերով խաղաղություն, որը որևէ աղերս չի ունենա իրական խաղաղության հետ, որը որևէ կերպ չի բարելավի հայ մարդու կյանքը, որը որևէ կերպ անվտանգային միջավայր չի ստեղծի հայկական պետականության համար, ավելին որևէ երաշխիք չկա, որ հենց այդ փաստաթղթի չարաբաստիկ փաստաթղթի ստորագրումից հետո նորից լայնածավալ պատերազմ չի սկսվի։
Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի անդամ պատմաբան Էդուարդ Շարմազանովը Եվրոմեդիա 24-ի հետ զրույցում անդրադարձել է Սարդարապատի հուշահամալիրում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած արտահայտությանը, թե մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի, հայրենիքը գտնված է։ Նրա խոսքով Փաշինյանն իր ելույթով եւս մեկ անգամ ուզում էր դուր գալ Թուրքիային ու Արևմուտքին։ Նիկոլը երևի Լյուդովիկոսյան բարդույթով է տառապում եւ իրան թվում է ժողովուրդու հայրենիքը այդ ինքն են, էլի, եթե ինքը նոր է հայրենիք գտել, Կադաֆի վկայականը կորցրել է, նոր է ուզում թուրքերից վերցնի, երկրի հայ ժողովուրդը ոչ Կադաֆի վկայական ունեցել, ոչ հայրենիք ունեցել։ Հայ ժողովրդի հայրենիքը վաղուց Աստծո կողմից դրված է, դա հայկական բարձրավանդակն է, մեծ հայ փոքր հայքը եւ պատմական հայրենիքն է Հայաստանի Հանրապետությունը, Արցախի Հանրապետությունը, որը մեկը Նիկոլը հաղթեց Ադրբեջանին եւ ճանաչեց Ադրբեջանի կազմում եւ մաս մյուսն էլ Հայաստանի Հանրապետությունից 240 կիլոմետր Նիկոլը Ալիևի հետ, որով մորովարին տվին օկուպացիան Ադրբեջանի կողմից։ Պետական վերահսկողության ծառայության նախկին պետ Դավիթ Սանասարյանն արդարացվել է։ Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ հրապարակել է Դավիթ Սանասարյանի գործով վճիռը, արդարացնելով նրան առաջադրված մեղադրանքում հանցակազմի բացակայության հիմքով։ Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանին մեղադրանք էր առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի առաջին մասով պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Բերլինը մտադիր է ֆինանսավորել ուկրաինական բանակի համար հեռահար անօդաչու թռչող սարքերի արտադրությունը։ Այս մասին հայտնում են Գերմանիայի կառավարության աղբյուրները։ Տեղեկատվության համաձայն Կիևին գերմանական ռազմական օգնության նոր փաթեթը ներառում է ուկրաինական հեռահար անօդաչու թռչող սարքերի ֆինանսավորում։ Նշվում է, որ մայիսի սկզբին Ուկրաինան արդեն դիմել է Գերմանիայի պաշտպանության նախարարությանը Բարս եւ AN-196 հարվածային ԱԹՍ-ների, ինչպես նաեւ Ֆլամինգո անօդաչու թռչող սարքերի արտադրությունը ֆինանսավորելու խնդրանքով։ Բերլինը հավանություն է տվել Կիևի այս խնդրանքին։ Նախագծի ընդհանուր արժեքը կազմում է մոտ 400 միլիոն եվրո։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմաններ է դրել Արևմուտքի առջև Ուկրաինայում պատերազմի ավարտի համար, այս մասին հայտնում է Reuters-ը վկայակոչելով Կրեմլին մոտ կանգնած 3 աղբյուրների։ Ըստ այդմ Պուտինը պահանջում է, որ արևմտյան առաջնորդները գրավոր տեսքով հրաժարվեն ՆԱՏՕ-ի ընդլայնման իրենց ծրագրից, մասնավորապես բացառեն Ուկրաինայի, Վրաստանի եւ Մոլդովայի հնարավոր անդամակցությունը կառույցին, հայտնում են գործակալության ռուսական աղբյուրները։ Մյուս պայմաններից են Ուկրաինայի չեզոքությունը, արևմտյան որոշ պատժամիջոցների վերացումը, ռուսական սառեցված ակտիվների վերադարձնելը եւ Ուկրաինայում ռուսալեսու բնակչության իրավունքների պաշտպանությունը։ Պուտինը պատրաստ է խաղաղության, բայց ոչ ամեն գնով, ասել է Կրեմլին մոտ կանգնած աղբյուրներից մեկը։ Նրա խոսքով, եթե Պուտինը համաձայնության չգա իր պայմանների շուրջ, նա կփորձի Ուկրաինային ու Եվրոպային ռազմական հաղթանակների միջոցով ցույց տալ, որ վաղն աշխարհն ավելի ցավոտ է լինելու։ Ուկրաինան պնդում է, որ Ռուսաստանը չի կարող վետո ունենալ ՆԱՏՕ-ի իր ձգտումների վրա եւ արևմուտքից պահանջում է անվտանգության վստահելի երաշխիքներ, ապագա հարձակումներից պաշտպանվելու համար։ ՆԱՏՕ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ չի փոխի իր բաց դռների քաղաքականությունը Մոսկվայի պահանջների պատճառով։ Անցյալ շաբաթ Թրամփի հետ ավելի քան 2 ժամ տևած հեռախոսազրույցից հետո Պուտինը համաձայնեց աշխատել հուշագրի վրա, որը նախանշում է խաղաղ համաձայնագրի հիմքը ներառյալ հրադադարը։ Ռուսաստանն արդեն պատրաստում է սեփական փաստաթղթի նախագիծը, սակայն ավարտման ժամկետն անհայտ է, հայտնում են Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունից։ Եղանակը առաջիկա օրերին։ Մայիսի 30-ին կեսօրից հետո շրջանների մեծ մասում, այդ թվում նաև Երևանում սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Առանձին հատվածներում անձրևները կլինեն հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Երևանում մայիսի 30-ի կեսօրից հետո, հունիսի 3-ից 4-ին գիշերը եւ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև եւ ամպրոպ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ից 2-ին սպասվում է առանց ստեղումների եղանակ։
Մարզերում մայիսի 30-ից 3-ը, հունիսի 3-ից 4-ին գիշերը եւ կեսօրից հետո շրջանների մեծ մասում, հունիսի 1-ին եւ 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կաճատև անձրև եւ ամպրոպ, հնարավոր է նաեւ կարկուտ։ Մայիսի 30-ից 3-ը, հունիսի 3-ից 4-ին առանձին հատվածներում անձրևները կլինեն հոլտառատ։ Մայիսի 31-ին, հունիսի 1-ի եւ 2-ի գիշերը սպասվում է առանց ստեղումների եղանակ։ Օդի ջերմաստիճանը մայիսի 31-ից հունիսի 1-ին կբարձրանա 5-ից 6 աստիճանով, հունիսի 3-ից 4-ին նույնքան կնվազի։